Բարև ձեզ, Եվրոմեդիա 24-ի տաղավարում այսօր զրուցելու եմ հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Զոհրաբյան։ Քիչ առաջ Հայաստան խմբակցությունը հայտարարություն տարածեց իմպիչմենտի գործընթացի վերաբերյալ եւ եթե մի կողմ թողնենք այն տեքստը, որ կա այդ պահանջը Նիկոլ Փաշինյանի, որ պետք է փողոցային ճնշում լինի նաև падգամավորների վրա, իրենք ասում են բերեք 8 ստորագրություն падգամավորի եւ մենք ապահովենք 28 ստորագրություն այդ գործընթացի մեկնարկը տալու համար։ Սա նշանակում է, որ Հայաստան դաշինքը միանում է իմպիչմենտին, թե չի միանում։ Սա նշանակում է Հայաստան դաշինքի հայտարարությունը, նշանակում է, որ Հայաստան դաշինքը հրաժարվում է միանալ իմպիչմենտի գործընթացին։ Ես ես կարող եմ վկայակոչել առնվազն ինձ հետ զրուցած մի քանի ԿՊ-ական падգամավորների, ովքեր ասել են, որ եթե լինի այնքան ստորագրություն, որ մեր ստորագրությունը պակասի, մենք կմիանանք։ Հիմա ուզում եմ հասկանալ Հայաստան դաշինքի հայտարարությունը ինչով է տարբերվում որոշ ԿՊ-ականների մասնավոր զրույցներում ինձ արած հայտարարությունից, ինձ հետ զրույցից, որ անհրաժեշտության դեպքում, երբ որ process սկսվի, իրենք միանշանակորեն միանալու են։ Ես ուզում եմ այս խորհրդարանական ընդդիմությանը հիշեցնել, որ իրենք խորհրդարան եկել են մեկ մանդատով, մեկ հարցով, օրակարգը իրենց խորհրդարանում լինելու բաղկացած է եղել եւ հուսամ միջև հիմա էլ բաղկացած է մեկ հարցից՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Ես չեմ հիշում, որ իրենց օրակարգում եղել է օրինակ հարկային օրենսգրքի քննարկում, իրենց օրակարգում եղել է գիտության եւ կրթության մասին օրենքում ստորակետը բարդ համադասական նախադասության մեջտեղից տանել նախավերջի բառը։ Ես չեմ հիշում, որ իրենց օրակարգում մեկ հարցից բացի հեռացնել Նիկոլ Փաշինյան եղել է, ասենք, գրադարանների մասին օրենքի քննարկումը եւ հիմա Հայաստան դաշինքը իր այս հայտարարությամբ ըստ էության շատ սկսում է նմանվել ԿՊ-ին, որովհետեւ ես կրկնում եմ, բազմաթիվ ԿՊ-ականներ կոնկրետ ինձ հետ մասնավոր զրույցներում ասել են, որ երբ որ ստորագրահավաքը եւ իմպիչմենտի գործընթացը թափ հավաքի եւ պակասի մի քանի ստորագրություն, իրենք անպայմանորեն միանալու են այս հայտարարությամբ ըստ էության խորհրդարանական ամենամեծ խմբակցությունը փաստում է, որ իմպիչմենտի գործընթացին իրենք չեն միանում։ Հիմա այնտեղ այդ գեղարվեստական հատվածները, որ նախաձեռնողները հայտնի չէ ունեն իրենց հետևում process գեներացնելու ունակություն թե ոչ, հայտնի չէ ինչքան մարդ դուրս կգա փողոց, հայտնի չէ ինչ կլինի։ Ես ուզում եմ հիշեցնել 2018 թվականի մայիսի 1-ին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը քվեարկվեց եւ չանցավ եւ ոչ մի պրոգնոզ չկար, որ 7 օր հետո դրսի ճնշմամբ, նաեւ արտաքին ճնշմամբ խորհրդարանը քվեարկելու է կողմ Նիկոլ Փաշինյանին, ուստի չօգտագործել կարևորագույն գործիքը իմպիչմենտի, որ այս խորհրդարանական ընդդիմությունը այս 4 տարիների ընթացքում որևէ անգամ չի օգտագործել, իսկ հիմա կներեք, էժանագին կռուտիտներ են բերում, չգիտեմ, էս արեք, են արեք, փողոցում սա ապահովեք, փողոցում նա ապահովենք, դե եթե այդ ամեն ինչը ի սկզբանե ապահովում ենք, ինչ երաշխիք կա, որ Նիկոլ Փաշինյանը կամ ինչ պրագնոզ կա, որ Նիկոլ Փաշինյանը ինքը չի վերկենա եւ հրաժարական չի տա այլ իմպիչմենտի ստորագրահավաքին չսպասելով։ Կրկնում եմ, ինձ հասկանալի չէ Հայաստան դաշինքի մոտիվացիան, ինձ հասկանալի չէ այդ լիրիկական զեղումները իրանց հայտարարության, որ բերված են չմիանալու այս գործընթացին, մտածել, որ չի ստացվի, հետո ինչ պիտի ասեն, չի ստացվի, կփորձենք, գոնե հասարակությունը կտեսնի, որ խորհրդարանական ընդդիմությունը, որը խորհրդարան է եկել ոչ թե, չգիտեմ, ընթացիկ օրենքներում ստորակետը աչից ձախ տանելու համար, այլ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգով փորձեց նաև իմպիչմենտի գործընթացը։ Ես ցավում եմ, որ ամենամեծ խորհրդարանական խմբակցությունը կայացրել է այս որոշումը։ Տիկին Զոհրաբյան, բայց իրենց ասացի մեջ էլ տրամաբանություն կա, ասում է բերեք ստորագրություններ, 8 ստորագրություն
մենք կտանք այդ ստորագրությունը, որ դուք համ քաղաքական պատասխանատվությունը կրեք այդ process-ը, այնպես չլինի, էլի դուք մեզ ժողովրդական լեզվով ասած բիթի եք գցում ու քաշում եք մի կողմ։ Տեսեք, հարգելի Կորյուն, երբ որ ուզում են process գեներացնել, բոլոր նրանք, ովքեր ունեն այդ մանդատը, իրանք մտնում են process-ի մեջ, պատկերացնում եք 28 Հայաստան Դաշինքի падգամավոր, 6 падգամավոր պատիվ ունեմից միանում է, այդ ընթացքում փողոցում շարժում է գեներացվում, հավատացնում եմ ձեզ, եթե Հայաստան Դաշինքը հենց հիմա առանց որևէ նախապայմանի իր 28 падգամավորի ստորագրությունը դնի impeachment-ի գործընթացի տակ, այն պակասող 8-ը շատ ավելի հեշտ կմիանա, որտեղ հիմա երբ որ նախաձեռնողները գնան են 8-ի մոտ, ասեն ստորագրեք, ասելու են գնացեք Հայաստան Դաշինքի խորհրդարանական ամենամեծ խմբակցության падգամավորների ստորագրությունը բերեք, հետո մենք կմիանանք, այնպես որ սա կարծում եմ ազնիվ գործելավոճ չէ, կրկնում եմ այն դեպքում, երբ որ դու ոչինչ չես կորցնում եւ անգամ ռեպուտացիոն առումով, վարկանիշային առումով ոչինչ չես կորցնում, որտեղ այնպես չի, որ ժողովրդի ուշքը այս խորհրդարանական ընդդիմության համար գնում է, իրանք մտածում են, որ վարկանիշի կորուստ կունենան։ Սա կրկնում եմ ազնիվ որոշում չէ, ես չգիտեմ այս որոշման մոտիվացիաները իրականում ինչ են, ես կարծում եմ պատճառը այն է, որ իրենք չունեն վարչապետի թեկնածու։ Հիմա եւ չեն կարողանում կոնսենսուսային վարչապետի թեկնածու գտնել։ Ի վերջո ես լսեցի, որ Հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ իրանք չեն առաջադրում վարչապետի թեկնածու եւ պատրաստ են, քանի որ պատիվ ունեմ խմբակցությունը այսօր ըստ էության բաղկացած է ՀՀԿ անդամներից, պատրաստ են ստորագրել ցանկացած կոնսենսուսային կամ թեկնածուի օգտին, որը կառաջադրեն մնացյալ ընդդիմադիր ուժերը, չի բացառվում նաև որ արտախորհրդարանական ուժերը իրենք խորհրդարանական ընդդիմությանը առաջադրեն վարչապետի թեկնածու։ Ես հիմա կարող եմ առաջարկել ես ինքս, եկեք կոնսենսուսի օրինակ նույն Էդգար Ղազարյանի թեկնածության շուրջ։ Ինչու ոչ։ Վարչապետի ինչու ոչ, այսինքն մենք բոլորս հասկանում ենք, որ այս փուլում սա լինելու է անցումային կառավարություն, այս փուլում սա լինելու է Նիկոլին մերժելու իրավական գործընթացով Նիկոլին մերժելու կառավարություն, բայց ես ավելի քան վստահ եմ, որ հիմա Հիսուս Քրիստոսին էլ բերեն առաջադրեն վարչապետի թեկնածու այս process-ին չմիանալու համար, նրանք ովքեր չեն ցանկանում միանալ, ինչ ասես գտնելու են։ Տիկին Զոհրաբյան, դուք պնդեց ձեր խոսքում ասացիք, որ կան ԿՊԱ-կան падգամավորներ, ովքեր մասնավոր զրույցներում ասում են, որ պատրաստ են։ Քանի հոգ են այդ падգամավորները։ Ես ավելի քան վստահ եմ, հավատացեք ինձ, ես ավելի քան վստահ եմ տեսնելով հասարակության տոտալ մերժումը նիկոլիզմի, Նիկոլի, նրա կլանի, նրա ընտանիքի, նրա քաղաքական թիմի առաջի դեմքերի հանդեպ այս դժոխային մերժումը որ կա, ես ավելի քան վստահ եմ, որ եթե մենք ունենանք չնահանջող ընդդիմություն, եթե խորհրդարանական ընդդիմությունը իր մեջ ուժ գտնի, այս մելքի մուտիլովկաներից դուրս գա, բերեք այսքան ստորագրություն, մի հատ սաունա բերեք, մի հատ տես արեք, մի հատ գնացեք 10 քանի հատ ԿՊ-ի ստորագրություն բերեք եւ բոլոր Հայաստան եւ պատիվ ունեմ խմբակցության падգամավորները ստորագրեն, առաջադրեն վարչապետի թեկնածու, ես ավելի քան վստահ եմ, որ դրսում ժամերի ընթացքում այնպիսի կրիտիկական մասսա է գեներացվելու, այնպիսի էներգետիկայով մասսա է գեներացվելու, որ բազմաթիվ ԿՊ-ական падգամավորներ, ովքեր պատանդ են, ովքեր թրաֆիքինգի զոհ են, ում Նիկոլը պահում է վախով, պահում է կոմպրոմատներով եւ այդ մասին խոսել է նաև Հովիկ Աղազարյանը, որ մարդիկ փրկողակ են ման գալիս եւ շատերը կմիանան այդ նախաձեռնությանը։ Ավելի քան վստահ եմ, որ երբ որ փողոցում կգեներացվի այդ կրիտիկական մասսան էներգետիկայով, որովհետեւ այսօր Նիկոլը դժոխային ատելության կրող է։ Հավատացեք ԿՊ-ական падգամավորները, որոնք թրաֆիքինգի զոհ են եւ այդ մասին քանիցս խոսել է նաեւ Հովիկ Աղազարյանը, անխոս միանալու են, որովհետեւ սա լինելու է իրենց փրկողակը, սա լինելու է իրենց հումանիտար միջանցքը
ապաշխարանքի հումանիտար ճանապարհը փրկվելու այս դավաճանական հողատու կապիտուլյանտ ռեժիմից։ Մի փոքր նաև կուզեմ ձեզ հետ զրուցել օրերս աղմուկ բարձրացրած թեմայի շուրջ, տեսակ Նոր-Նորքի թաղապետարանում թաղապետի գլխավորությամբ պետաշխատակազմը ծեծում էր մի հոգու Արթուր Չախոյանին ուղիղ եթերի պայմաններում, հա, եւ հետո եղավ թե Հանրապետություն կուսակցության հայտարարությունը, որի կուսակցական է այդ թաղապետը եւ նաեւ Արամ Սարգսյանի հայտարարությունը, ասում են Ռուսաստանի կողմից կազմակերպված սադրանք էր, հա, դեսպանատան կողմից։ Սա ձեր կարծիքով որքանով է առողջ բանականությանը մոտ հայտարարություն դեպս, որ Ռուսաստանը, ով թաթախված է հիմա ուկրաինական պատերազմում եւ դա իր առաջնահերթությունն է, նաեւ փաստորեն երկրորդ ճակատ է ձևավորել եւ պայքարում է Նոր-Նորքի թաղապետի դեմ։ Տեսեք, ես Արամ Զավենի Սարգսյանին կառաջարկեմ մի կուրս անցնել հոգեվերլուծողների, հոգեբանների հետ, որովհետև իրենց հայտարարությունը, որ Ռուսաստանը իր դեսպանատան միջոցով պայքարում է Նոր-Նորքի թաղապետի դեմ եւ դա ռուսական դեսպանատան կազմակերպած սադրանքներ, որևէ այլ ասոցիացիա ինձ մոտ քան հոգեկան անհավասարակշիռ, հոգեկան ոչ adekvat վիճակում գտնվող եւ հոգեբանության մեջ տերմին կա բոնապարտիզմի, նապոլեոնիզմի սինդրոմով տառապող մարդու եւ քաղաքական ուժի զառանցանք է։ Մենք տեսանք, որ մյուս թաղապետերը եւս, ովքեր այդ կուսակցությունից են, սպառնացել են, որ եթե Նորքի թաղապետը պաշտոնանկարվի, իրենք իրենց մանդատները վայր կդնեն։ Մենք տեսանք, որ որևէ ապաշխարանք, որևէ զղջում, քացիներով, տաբրով քաղաքացու ծեծելու, ակտիվիստ ծեծելու համար այդ կուսակցությունը, այդ կուսակցության քվոտայով ընտրված թաղապետը, այդ կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանը չունի։ Հասկանում եք, աբսուրդ, գիտեք, այնքան զավեշտ է իրանց հայտարարությունը, տպավորությունա, որ այսօր Ռուսաստանը երկու ֆրոնտ ունի, Ուկրաինան է, մեկ էլ Արամ Զավենի Սարգսյանն է, Արամ Զավենի Սարգսյան, բոնապարտիզմը շատ ծանր հոգեբանական շեղում է, այնպես որ ձեզ խորհուրդ եմ տալիս լրջագույն վերականգնողական, փսիխիկայի վերականգնողական կուրս անցնեք, ավելին, ես նորից դիմում եմ գլխավոր դատախազին, ինչի քրեական գործ հարուցված չի Հանրապետություն կուսակցությամբ Երևանի քաղաքապետարանի ավագանի ընտրված Անի Խաչատրյանի հանդեպ, ով ըստ էության սպառնում էր ծեծել, սպառնում էր մարդկանց լեզուներ կտրել, եթե այդպիսի սլենգով, այդպիսի լեքսիկոնով խոսեր ընդդիմադիր որևէ գործիչ, մեզանից որևէ մեկը լեզու կկտրենք, կծեծենք, ապա մի քանի օր հետո մենք ծրարով կստանայինք ծանուցում ներկայանալու քննչական կոմիտե։ Նաև մի հետաքրքիր դրվագա դուք էլ եք կիսվել, Տիկին Զոհրաբյան, Վահագն Ալեքսանյանի մոր հետ կապված, այս թեմային ես չէի անդրադառնա, եթե չլիներ ԿՊԱ-ականների եւ Վահագն Ալեքսանյանի արձագանքը, իրենք ասում են, գիտեք ինչ կա, տարիքով կին էր, դուք պետք է իրեն հարգեիք եւ ոչ սադրեք, այսինքն իբր թե այնտեղի գտնվող մարդիկ են սադրել Վահագն Ալեքսանյանի մորը։ Սա առաջին դեպքը չէ, երբ որ պաշտոնավորների ծնողները աչքի են ընկնում։ Ալեն Սիմոնյանի մոր պահվածքը մենք տեսանք, Տիգրան Ավինյանի հոր պահվածքը։ Դուք էլ եք պաշտոնյա եղել, երկար ժամանակ պատգամավոր եք եղել։ Այդ ինչպես է ստացվում, որ օրինակ ձեր հարազատներին մենք չենք ճանաչում, բայց իրենց հարազատները այսպես հանրային կերպով իրենց ցույց են տալիս։ Տեսեք, ես միշտ ասել եմ, կյանքը բումերանգ է եւ ամեն ինչ բումերանգ է եւ աբսուրդ է, որ խոսում է կարմիր գծերից մի քաղաքական ուժ, հա, որի ներկայացուցիչներից մեկի տան դիմաց սատկած մուկ են հայտնաբերել եւ հայտնի չէ այդ մուկը այդտեղ գծվել է թե իր բնական կենսաբանական մահով է սատկել կարմիր գծերից բարոյական կարմիր գծերից խոսում է մի քաղաքական ուժ
ով 18 թվականի ահա այս օրերին իր քաղաքական օպոնենտների տներին դագաղներ էր տանում, ծաղկեպսակներ էր տանում, տների բակում սև լենտեր էր կապում, բարոյական կարմիր գծերից խոսում է մի քաղաքական ուժ, ով իր քաղաքական օպոնենտների աղջիկ երեխաների հեռախոսահամարներն էր տարածում սոցիալական ցանցերով, տարածում էր այդ երեխաների դպրոցների եւ ուսումնական հաստատությունների վայրերը աղջիկ երեխաների, ասում էր գնացեք հաշվեհարդարներ տեսեք, բարոյական կարմիր գծերից խոսում է մի քաղաքական ուժ, ով գրոհում էր իր քաղաքական օպոնենտների տները եւ կանայք այդ գրոհից փրկվելու համար շտապ օգնության մեքենա էին կանչում եւ շտապ օգնության մեքենաների մեջ թաքնվելով ուրեմն կարողանում էին փրկվել եւ մի քաղաքական ուժ, որը խախտել է, ջնջել է Հայաստանում բարոյական մարդկային էթիկայի բոլոր կարմիր գծերը, վիծիծիլի խոսում է կարմիր գծերից, այն դեպքում, երբ ձեր նշած պատգամավորի Վահագն Ալեքսանյանի մայրը, ես նայել եմ ամբողջ տեսանյութը, ինքը սադրում է, ինքը գնում է երկրորդ անգամ գալիս է ձեռնափայտով, ինքը երիտասարդ աղջիկներին ստորագրություն հավաքող սրբազան շարժման անվանում է լրբեր, ես կրկնում եմ Նիկոլ Փաշինյան, դու, քո կինը, քո քաղաքական թիմը որևէ բարոյական իրավունք չունեք խոսելու որևէ կարմիր գծից, որովհետև բնության, բարոյականության մեջ չկա որևէ կարմիր գիծ, որ դու, քո կինը, քո քաղաքական թիմը խախտած չլինեք, դուք այնպիսի բաներ եք արել, որ դեռևս հետագայում պատմագիրները, թե ինչպես է հնարավոր իշխանություն զավթել ամենաբարոյալքված, ամենաանբարոյական, նույնիսկ ես չգիտեմ որևէ հիվանդ տրամաբանության մեջ չտեղավորվող բարոյական բոլոր գծերը խախտելով։ Այսօր ընդամենը իրանք ստանում են այն բնական պատասխանի 1% կամ 0.5% այն ամենի, ինչ իրենք ցանել են, իրենք են, Նիկոլն սենց վերցրել ատելության սերմերը 18 թվականին սերմնացանի նման ցանել մեր հասարակության մեջ եւ դեռևս 19 թվականին ազգային ժողովի ամբիոնից ես ասեցի, որ գալու է օրը, որ դուք քաղելու եք ձեր ցանած ատելության սերմերը։ Եվ սա բնական, եւ սա, ինչ ասեմ, ամենաարդար բանն է, որովհետեւ այս երկրագնդի վրա որևէ ժամանակ, որևէ մեկին չի հաջողվել եւ Նիկոլ Փաշինյանն էլ չի լինելու այդ բացառությունը, որ կարողանա պայմանավորվել բումերանգի հետ։ Տիկին Զոհրաբյան, բայց տեսեք, օրինակ ես պետական պաշտոնյա չեմ, բայց հանրային գործունեություն եմ ծավալում եւ ես օրինակ իմ հարազատներին ասել եմ, որ դուք մի խառնվեք։ Հիմա իրենք չեն ասում, որտեղ կասկածներ են առաջանում, որ հատուկ գուցե ուղղորդում են իրենց հարազատներին։ Դուք ճանաչում եք իմ մորը։ Ոչ։ Ես 20 տարի, 17 տարի եղել եմ երկրի ամենաբարձրագույն պաշտոնյաներից մեկը։ Դուք ճանաչում եք իմ աղջկան։ Ոչ։ Բացարձակ դուք տեսել եք իմ ընտանիքի որևէ անդամ, իմ քույրերը, իմ մերձավորը, իմ աղջիկը, իմ մայրը, որևէ հանրային խոսք արտաբերեն կամ որևէ գրառում անեն սոցիալական խառնվելով քաղաքական գործընթացներին, ոչ չկա, ես ավելի քան վստահ եմ, որ ես իրանց մամաները, որ սենց մատեր են ցույց տալիս կամ ձեռնափայտով հարվածում են, փորձում են հարվածել երիտասարդ կանանց, այս ամենը ուղղորդված Դե գիտեք Նիկոլ Փաշինյանի ինչ ասեմ անբարոյական կարմիր գծերը խախտելու արսենալում ամեն ինչ կա, սադրանքներ, ամեն ինչի գնալու է Նիկոլ Փաշինյանը իր իշխանությունը եւս 1 ամիս, հետո եւս 1 ամիս, հետո էլի 1 ամիս երկարաձգելու համար, ամեն ինչ ասելով, ես հենց բարիս բուն իմաստով նկատի ունեմ ամեն ինչ, սադրանքներ, կրակոցներ, քաղաքացիական բախումներ, կալանավորումներ, ամեն ինչ անելու է, ինչքան
հասարակության մեջ ավելի բյուրեղանում է ատելությունը, կրկնում եմ, դժոխային ատելությունը Նիկոլի, նրա կնոջ, նրա ընտանիքի հանդեպ, այնքան Նիկոլ Փաշինյանը գնալու է ահա այսպիսի սադրանքների, ահա այսպիսի ծեծկրտուքի, ես ավելի քան վստահ եմ, որ եթե թաղապետը նոր-նորքի չիմանար, որ ինքը մնալու է գլոբալ առումով մնալու է անպատիժ, որ չի ունենալու Նիկոլի դաբրոն, ինքը քացիներով, իր տաբրով չեր հարձակվի ակտիվիստի վրա, իսկ իրականում ինչն է եղել այդ սադրանքի պատճառը, որովհետև բացահայտվել է մանկապարտեզներից մեկում 300 միլիոն դրամի կատարված անորակ աշխատանք եւ դա կոծկելու համար մենք տեսանք, որ ինքն է զանգահարում ակտիվիստին եւ ամենասեռախեղված հայհոյանքները տալիս եւ հետո էլ դուրս է գալիս եւ սկսում է քացիներով, սուսերով պարպարել։ Այս ամենը ուղղորդվում է, խրախուսվում է իշխանության կողմից, որովհետև մեռնող իշխանության վերջի այս հոգեվարքի ճիչերն է, բռնությունը, ծեծը, բեսպրեդելը, կալանավորումները եւ քաղաքական հետապնդումները, ինչը առաջիկա շաբաթներին, ամիսներին միջև Նիկոլ Փաշինյանի հեռանալը մենք տեսնելու ենք ամենաայլասերված ձևով։ Եվ հետաքրքիր է, որ Արամ Սարգսյանի կուսակցությունը, Հանրապետություն կուսակցությունը, այս վարկագիծը ցուցաբերելով հանդերձ Հայաստանում համարում է արևմտամետ քաղաքական ուժ եւ այն ուժը, որ մեզ պետք է տանի Եվրոպա։ Այո, պատկերացնում եք, մարդիկ խոսում են եվրոպական արժեքներից խոսում է մի ուժ, որի ներկայացուցիչը բիլլակավոր մի հատ կնիկ, հենց կնիկ, ասում է ծեծել, պետք է ծեծենք, պետք լինի կծեծենք, ասում է լեզուներ կտրեք, որի քաղաքական ուժը հայտարարություն է տարածում ըստ էության արդարացնելով ծեծը, արդարացնելով բռնությունը, որի քաղաքական ուժը հայտարարություն է տարածում ցնդաբանություն երկնելով, որ Ռուսաստանը երկու ֆրոնտով է պայքարում՝ Ուկրաինայի դեմ եւ Արամ Զավենի Սարգսյանի կուսակցության դեմ, եւ այս ուժը հավակնում է Հայաստանում դառնալ եվրոպամետ քաղաքական դաշտի առանցքներից մեկը։ Ես չեմ տեսել Եվրոպա գնացող որևէ ուժ, որ հարցերը լուծի քացիներով եւ որ ասի ծեծը դա օքեյ է եւ երբ որ պետք լինի, ում պետք լինի, մենք կծեծենք, որովհետեւ դա Հայաստանի ինքնիշխանությունն ենք պաշտպանում ուժով, ժողովրդավարությունն ինքնիշխանությունը ուժով պաշտպանում։ Դե գիտեք, ես նորից պիտի առաջարկեմ այդ ցնդաբանության հեղինակներին դիմել հոգեբաններին։ Ես կարծում եմ բոլոր նրանք, ովքեր Նիկոլի թիմում են կամ Նիկոլի սատելիտ գրպանային կուսակցությունում են, առնվազն հոտառություն ունեն եւ շատ լավ հասկանում են, որ եկել է իրանց էպոխայի վաղճանը, եկել է նիկոլիզմի վաղճանը եւ ուստի դա կարող է մարդկանց մոտ առաջացնել ստրեսային վիճակներ, որը հետո տրանսֆորմացվում է լրջագույն հոգեբանական խնդիրների, ինչը մենք տեսնում ենք քաղաքական թիմի առաջի դեմքերի մոտ, տեսնում ենք նրանց հիստերոիդ պահվածքները, խորհրդարանում Ալեն Սիմոնյանի, Խաչատուր Սուքիասյանի, բոլորի, Նիկոլ Փաշինյանի, այս ամենը վախի դրսևորում է, այս ամենը գիտակցումն է, որ իրանց դեդլայնը այլևս մոտենում է, իրանց ավարտը, նիկոլիզմի ավարտը մոտենում է եւ ուստի այդ ամենը տրանսֆորմացվում է ագրեսիվությամբ, տրանսֆորմացվում է բռնարարքներով, տրանսֆորմացվում է ծեծով, հաշվեհարդարներով, ինչը ցավոք սրտի ինչքան մոտենա Նիկոլի դեդլայնը, իսկ այն սրընթաց կերպով մոտենում է, մենք տեսնելու ենք։ Հետևենք քաղաքական իրադարձություններին, Տիկին Զոհրաբյան, առջևում կարծես թե շատ քաղաքական իրադարձություններ, իմպիչմենտի գործընթացը մասնավորապես մենք մեր ուշադրության կենտրոնում կպահենք եւ մոտ ապագայում կրկին կզրուցենք մեր տաղավարում։ Շնորհակալ եմ այս զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, ես զրուցում էի քաղաքական հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանի հետ, կհանդիպենք։